Անակնկալը բերել ենք սիրելի հորաքրոջը։ Բայց արի ուտես, որ Վարդանը վռազնալով վերցրել էր տրաքածը, իսկ չտրաքածը ես եկա ու հասցրեցի գմփստել։ Կասպից ծով է գնում այս ջրերը, ընկերներ։ Ծաղիկ եմ տալիս քեզ։ Ջրահարսի վարսեր։ Լիաննայի եւ Անահիտի կողմից։ Նրանք ուզում են ուրախացնել իրենց հորաքրոջը, իրենց Ռուսաստանից է։ Տարաս։ Չէ։ Ներկայությամբ նրանք այս պահին Ռուսաստանում են։ Ուրա! Ես ու Վարդանը ջերմուկում հետ։ Երեկոյու 4:30։ Ինչ կարա ոնց որ մարդու դեմքը լի վրա տա։ Որտեղ է մեր տիկին քնարիկը։ Ուշ քեզ կգնա։ Ուշ քեզ գնալու է եթե։ Բարև ձեզ հարգելիներս, ուշաթափվելու է։ Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան։ Ընկերներ, մենք գտնվում ենք Ջերմուկի կիրճում եւ կամաց գնում ենք դեպի ջրվեժի մոտ։ Որտեղ մենք կասենք թե ինչի համար ենք եկել ջերմուկ, ընկերներ, անպայման կասենք, չենք թողի գաղտնիք, մենք գաղտնիքներ չենք սիրում, ընկերներ։ Ընկերներ, արփագետն է, որը սկիզբ է առնում հենց ջերմուկից եւ այստեղից շարունակում է գնալով մինչեւ չեմ ասի որտեղ, լավ ասեմ, Կասպից ծով է գնում այս ջրերը, ընկերներ։ Ընկերներ, ուրախ եմ տեղեկացնել, որ բարեկարգումներ են գնում հիմա եւ մենք շուտով կունենանք շատ գեղեցիկ ու ցիվիլ ճանապարհ ճեմուղի, որպեսզի հեշտ հասնենք ջրվեժ։ Ընկերներ, ջրվեժը, որի գեղեցկությունը հենց հիմա մեր էկրաններին է, ընկերներ։ Այստեղ մարդիկ հաճախ գալիս են եւ նկարվում, շատ գեղեցիկ տեղ է իրականում։ Ուղղակի նայելուց հանգստություն ես զգում, միայն թե տեսեք ինչ գեղեցիկ է։ Գեղեցիկ եւ նուրբ ջրահարսի վարսեր, որի ջրերը նույնպես միանում են արփային։ Ես մի քիչ թրջվել եմ, որովհետև ջերմուկում գեղեցիկ ռոմանտիկ անձրև է եւ անակնկալը բերել ենք սիրելի հորաքրոջը Լիաննայի եւ Անահիտի կողմից։ Նրանք ուզում են ուրախացնել իրենց հորաքրոջը իրենց ներկայությամբ։ Նրանք այս պահին Ռուսաստանում են, ես ու Վարդանը ջերմուկում, հետեւաբար հենց մենք էլ պետք է շնորհավորենք հեսա մեր Գեվ Անուշ աղբերը հանդիսաբարը կհայտարարի, կմտնենք ու գեղեցիկ անակնկալ կանենք։ Գևը շատ լավ հանդիսաբար է, այնպես որ օգտվեք նրա ծառայություններից, նա գտնվում է Եղեգնուտ գյուղում, Եղեգնուտ գյուղից եկել է ծննդավայր ջերմուկ գեղեցիկ առիթ անցկացնելու։ Գև, երբ հեռավորությունը կորցնում է իր ամբողջ ուժը, Գև, հզոր հանդիսաբար։ Գնանք Գևին տենան, մրսում եմ, բայց մեր աշխատանքը երբեմն զոհեր է պահանջում։ Քաղցր ու գեղեցիկ աշխատանքը մեզ երբեմն տանում է դեպի ցուրտ, անձրև ձյուն եւ իհարկե քութիկը։ Քութ, ինչ կարա ոնց որ մարդու դեմքը լի վրա տա ախպեր։ Հանտ ինչա։ Մի ականջն աշխատում են, մեկ փչացել է։ Գնաց, թրջված շունը գնաց։ Արի ստե։ Արի, մի թրջվի։ Մեր քնարիկ հորաքրոջ ծննդյան օրն է այսօր եւ բոլորն ուրախ են։ Ես էլ եմ ուրախացել ու ավելի եմ ուրախանում։ Մի քիչ լույս կանչի ուրախությունից հուշս կետա։ Ուշ քեզ կգնա։ Ուշ քեզ գնալու է եթե։ Ուշաթափվելու է։ Ցրտից։ Ցուրտ է ջերմուկում։
Գևը ուշ եմ ես կանչում։ Երբ կլի կանչի, գնանք, մտնենք, ասենք շնորհավոր հորաքույր քնքուշ, չէ, քնարիկ։ Ջերմուկի այն հատվածն է, որտեղ երկու ռեստորան թեթև տիկունքի տված աշխատում են, ապահովում են ջերմուկցիների տոնախմբությունների գեղեցիկ միջավայրը։ Տեսեք ինչ հետաքրքիր լուծումներ է։ Լուծումներ, գունագեղ ու գեղեցիկ, աշնան բոլոր գույները այս մի դռան մեջ, այնպես որ ջերմուկում կարող է գարուն լինել, բայց այստեղ բոլոր գույները կան, ամեն եղանակի։ Անգամ եթե ամեն ինչը սպիտակ լինի, այստեղ այսպես է լինելու։ Ցուրտ է մեր բակում, Գևը երբ եմ ես կանչում, Գև կանչի մտնենք ներս, ցուրտը տարավ, այ աղբեր, ցրտահարվանք ես օրին։ Օ! Այս մորացա Գորը, այսօր ինձ ասել է, որ ոչ երեկոյի ընթացքում ծափերը անվճար են լինելու ժողովուրդ ջան։ Մենք որ կարող ենք անսահմանափակ ծափարել։ Բրավո։ Գև կանչիր, հետո ծափերը, ես ցուրտը տարավ։ Գոր ջան, դու չէ ասեցի բլոկով ստացել եք ծափերը։ Բրավո է, դեցել է։ Ժողովուրդ ջան։ Հիմա, երեկոյի կենևս Ուր, ներս գնացեք, աչերի ամենավորինան ու գնացեք Անակնկալներից մեկը կուզեմ ծափերով հիմալորենք բարձր Թե հնալիներ լույս աշխարհ կալ մի օր նորից Կուզեի ծնվել ես իմ նույն հարազատ մորից Որ մանկության ջերմությունից բարուր էր Մայրս իր մետաքս է ձեռքերով ինձ բարուր է Մամ ուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Քո անուշ զայնով սրտիս հետ Բարև ձեզ հարգելիներս, էի որ ասում էր բլոկով ծափեր ունենք, հենց հիմա, հենց այս պահին, ամբողջ ուժով, 2 բլոկ ծափեր ենք բացում, հա Շնորհակալ եմ, պրծավ, էլ պետք չի, մի քիչ պահեք հետոյի համար, որտեղ է մեր տիկին քնարիկը։ Թաթվիր ինձ մամ, քո գրկում ես մանուկ դառնամ Աշխարհի չափ, ես քեզ սիրում եմ Հեսա նրան, բայց ուր է կորել ձեր ժպիտը, հա? Դե ժպտում ենք, մի հատոք ժպտում ենք, դուք էլ ծափեր եք տալի, որ ժպիտը ավելի ուժեղ լինի։ Մենք ձեզ բերել ենք անակնկալ, ավաղ բացակա մարդկանց կողմից, որ այս պահին այստեղ չեն, բայց այսքանից հետո էլ ինչ բացակա, հա? Գալու են այստեղ։ Այսինքն մենք ենք, էլի, ես եմ։ Ու Վարդանը։ Ում կողմից կլինի։ Էլի սկսիմ տապակ հարցեր տալը, մի քիչ հուշեմ էլի, հա, հուշեմ, Ռուսաստանից է։ Տավաս։ Չէ։ Ախորս տվաները։ Արդեն շատ լուրջ է ամեն ինչ կարծես, թե մոտիկ ենք, հա, մարդիկ կան, որ կարող են տենց իմ հուշում, հա։ Ռուսաստան շատ կան։ Դե լավ, ասեմ, անակնկալ արողների սերը արական չի, ուրիշ։ Ուրա, այո, աղբոր աղջիկները, Լիաննա և Անահիտը, շատ սիրում են ձեզ։ Թաթվիր ինձ մամ, քո գրկում ես մանուկ դառնամ, ես քեզ սիրում եմ Իսկ հիմա հերիքա ձգեմ վառեմ մոմերը, հա։ Ծափեր տվեք թող վառեմ մոմերը, հա։ պես օրոր ասես Քո անուշ զայնով սրտիս հետ օրերով խոսես
ասել Փաթաթվիր ինձ ման քո գրկում ես մանուկ դառնամ Ձեզ որ շատ կարևոր մոմեր են վառել, երազանքներ են կատարում, բայց մի հատ պայման կա, պետք է լավ ժպտակ, ուրախանակ, աչքերի փայլով երազանք պայք չեք, հա? Դե հələ Խաղաղություն, բոլոր ջահելներին էլ առողջություն, անփորձարկություն։ շատ լավ ու տեղին երազանք է, որը կատարվելու է։ Մամուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Քո անուշ զայնով սրտիս հետ օրերով խոսես Բայց ամեն դեպքում դուք էլի երազանքներ ունեցեք, որովհետև միշտ կատարվելու են այս պահից սկսած ու միշտ։ Բոլորս ունենանք երազանքներ ու թող կատարվեն մեր երազանքները։ Իսկ հիմա հասավ հերթը ծաղիկներ տալու, բայց ես ուզում եմ, որ հարազատներից մեկը գա, ով է հիմա ձեր երեխաներից մարդկա այստեղ։ Երեխաներից երեխան։ Ով է։ Տղաս։ Օ, բարեկամս, ո՞նց ես։ Հարգանքներս աչքես լույս լինի։ Ծաղիկ եմ տալիս քեզ, որ նվիրես մայրիկին ու գրկես ջիջարով։ Բայց ջիջարով առանց ջիջար նինադը, հա։ Ջիջարով, սիրով։ Սերը ցույց տաս մայրիկի հանդեպ, բայց հələ չէ, էլ հենց ասեմ նոր։ Հենց ասեմ նոր։ Երեկոյու 4:30 ծափերով։ Սիրեի քեզ խղճի չափով որ խաղայի ես անհոգով ծնկների որ ծնկի ես գայի խնդրեի մամիցների մամուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր գրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ Ինձ համար խոսող արցունքներն աչքերից սրբեմ Փաթաթվիր ինձ ման քո գրկում ես մանուկ դառնամ Ես քեզ սիրում եմ Մուզում եմ առաջվա պես օրոր ասես Քո անուշ զայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր գրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ Եվ այս գեղեցկության մեջ յուրաքանչյուրը ձեր տեղն ունեք։ Շնորհակալ ենք ծափերի համար, ձեզ բարձր տրամադրություն, լավոր, Գևժան, շնորհակալ եմ շատ, բարեկամս։ Մի հատ էլ ծափեր գերին տանք, այն բլոկից մի հատ էլ բացենք։ Շնորհակալ եմ Յուրի Պրայս կազմակերպության տնտեսի Ստեփան ջան։ Միշտ ձեզ դիմավորեք ներշնչի երեսին հանրակալներով, որոնք անում են մեր հարազատները։ Թե այստեղից, մեր երկրից, թե արտերկրից։ Շնորհակալ եմ շատ։ Կհանդիպենք եւ հանդիպենք։ Այո։ Մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք, ճիշտ ասես Գևը։ Հանդիպելուց պետք է ժպտաս, ուրախանաս ու մենակ լավ բաներ հիշես։ Օրինակ հիշես, որ երբեմն լինում է այնպես, որ օրինակ էլի։ Ասենք օրինակի խաթր եմ ասում, էլի, ասենք այտենց բան ձև չի, բայց օրինակ։ Գնում ես անակնկալ, վերցնում ես գմփիկը, պայթեցնում ես, այսպես դմփունը հանում ես ու որպեսի բնությունը չկեղտոտես, բերում ու դնում ես մեքենայի մեջ, բայց արի ուտես, որ Վարդանը վռազնալով վերցրել էր տրակածը, իսկ չտրակածը ես եկա ու հասցրեցի գմփսնել։ Ախ Վարդան, թող այսպես լինի, ոչինչ։ Գնանք ընկերներ, գնանք, մենք ունենք այսօր էլի գեղեցիկ լիքը անակնկալներ։ Մի հատ էլի, մի հատ անակնկալ արտաբույնքում։ Արտաբույնք լայքեր գալիս ենք ձեր մոտ։ Ամեն անգամ էլ անցնելուց տեսնում ենք այս հրաշք եկեղեցին, բայց ամեն անգամն էլ տարբեր բնապատկեր է լինում, տարբեր են ամպերը, եղանակային պայմանները։ Դրա համար միշտ էլ մենք պետք է ուշադրություն դարձնենք ու
մեր մեղքերին թողություն տանք։ Ընկերներ, սա մի կախարդական հրաշք տեսարան է, որը կարող ես տեսնել ջերմուկ գալուց ու գնալուց։ Հրաշք դաշտեր, հրաշք ֆոնին եւ իհարկե այս ամենը պետք է հասկանալ ու զգալ ամբողջ հոգով։ Թե չէ, հավատացեք, ում է պետք այս գեղեցկությունը, եթե մարդը չի գնահատում։ Ուրա, լտես, լտեսիշ սիրունա, նայ, տեսիշ սիրունա։ Սա ֆիլմերից հատված է, որտեղ երև ցույց են տալիս դրախտը։ Դրախտը հենց այսպես են մեզ ներկայացնում, ընկերներ։ Իսկ մենք հիմա դրախտի մեջ ենք։ Հիմա ճանապարհը տանում է դեպի ամպեր։ Ընկերներ, մենք միշտ ուզում ենք անջատել նկարահանող սարքը, բայց հետո հասկանում ենք, որ հետ էլ ժամանակը չի։ Տեսեք ինչ գեղեցկություն է այստեղ։ Արևի եւ ամպերի խաղն է մեր առջևում, որը անզուգական է։ Սեր թելադրող, այս տեսարանը հասկացողը պետք է միշտ սիրի, ուրիշ ոչ մի էմոցիա չզգա հանկարծակի, հանկարծ ատելություն, չարություն, մարդասպանություն չզգա, մենակ սեր ու կյանք, այո, սա է ձեզ ցույց տալիս ջերմուկը, երբ որ գալիս եք ջերմուկ, ջերմուկ իմ հանգստության քաղաք։ Լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք այս տեսանյութը, ընկերներ, քանի շուտ է, թե չէ կգա պահը էլ չի լինի այս տեսանյութը, հենց հիմա պահը բաց մի թողեք, բաժանորդագրվեք ու տարածեք, թող բոլորը տեսնեն հայոց աշխարհի գեղեցկությունը եւ իհարկե ինձ տեսնեն։ Ինձ էլ թող տեսնեն, որ իմանան ով է այդ գեղեցկության համահիմնադիրը բանում, այս էջում։ Այո, ես եմ։ Շնորհակալ եմ լիքը լավ բարեմաղթանքների համար, ես միշտ կմնամ այդպիսին, իսկ դուք մնացեք այդպիսին լավը ու ավելացրեք ձեր բարությունը, որպեսզի գեղեցկացնենք աշխարհը։ Ջերմուկի դաշտերից Մարգարյան Ստեփան, Վարդան Գրիգորյան, գնացինք առաջ։ Վայոց ձորի երկինքը դրախտի է նման։ Անդադար նկարելու կադրեր կան։ Անգամ հիմա պարզ երևում է, թե ոնց է անձրևում ամպը։ Դուք մենակ տեսեք, թե ինչ հրաշք է սա։ Հեռվից երևում է, տեսեք։ Պատում նստել ես, չես տեսնում, Վարդան, որ նկարես։ Վարդանը հայ եթե այս կադրը բաց էր թողելու և մենք չենք տեսնելու, բայց տեսանք ու նկարեցինք ձեզ համար էլ։ Կարծես, մեկը ցնցուղը վերցած լինի և դաշտերը ջրի, տպավորությունն այդպիսինն է։ Նրբորեն, զգուշավոր ձևով ջրում է դաշտերը, որ անկարծ չքանդի հողը, այլ բուսականությանը օգնի։ Ամպերից սերս Ամպերից սերս բերել ես վարակել, ամեն ինչ թողել եկել ես արարել, լիքը սեր, ամպերից սերս ելել է վարարել, ամպերից սերս բերել ես վարակել, ամեն ինչ թողել եկել ես արարել, լիքը ընկերներ, լիքը սերը արարեց ամպերը, իսկ հիմա մենք շարունակում ենք մեր ճանապարհը, որովհետև պետք է գնանք ուղիղ արտաբույնք, արտույտների բույն։ Գնում ենք արտաբույնք։ Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան